Ինչ նոր ներկայացում ունես։ Ինչ ես պատրաստում, ինչի համար մեզ լքեցի։ Ինչի համար ես Մինաս իմիջիալս Դատում դուրս եկավ ներկայացումից, շատ անակնկալ կերպով, ինչ որ եկավ, ասեց, ես գնացի ու գնաց։ Ասեց ու արեց։ Չէ, լավ։ Ասեք ան։ Ես չէի ուզում, ազնվությամբ չէի ուզում։ Տեսնում ես, ոնց ասել ենք, ասում ենք եւ Ասեց ու արեց։ Այո։ Լավ, լուրջ։ Ինչ նոր ներկայացումներ կան։ Ինչ ես պատրաստում։ Ունենք նոր ներկայացում Մհեր Մկրտչյան թատրոնում։ Եվ ունենք նոր պատրաստող ներկայացում Համազգային թատրոնում, նու արդեն ընթացքի մեջ է։ Այո, Բալենու այգի, Նարինե Գրիգորյանը, Վարյա։ Վարյա։ Այո։ Եվ այդպես, ինչ-որ լավ բաներ կան։ Իսկ Մհեր Մկրտչյանն արդեն պատրաստ է։ Ամսի 22-ին պրեմիերան է։ 22-23 պրեմիերան։ Եթե դու մեռնեիր Զելեր, Կարծեմ բավական հետաքրքիր ֆորմատով ներկայացում է եղել ու ես էլ եմ շատ անհամբեր սպասում։ Շատ լավ։ Չէ, թող հաջողի ազնվությամբ, որովհետև այնտեղ Նարինկան է բեմադրել։ Բեմադրում է, դեռ բեմադրումի մեջ է, այնտեղ, հա, բայց երի պլաններում լավ բաներ կան, բայց դրանց մասին ինձ մի քիչ շուտ է խոսել, որ լինի մյուս կգանք մյուսին էլ հյուր կպատմենք։ Ռոզ, ինչ նորություններ կան։ Ինչ ես պատրաստում, կամ ինչ ես լավ են։ Հա։ Ես ինչ նորություն չունեմ թատրոնում, չէ, թատրոնում ունեմ մանկականը, Մերի Պոփինսը։ Դե կինոյում Կիրակոսյան Գոռի նոր ֆիլմը։ Բայց ուրիշ փակագծեր չեմ կարող բացել ֆիլմի հետ կապված։ Երեխեք ինչ գաղտնիքներով եք եկել բոլորը։ Իրավունք չունեմ, պրոդյուսերները Ես չեմ կարող խոսամ, ես չեմ կարող խոսամ։ Արի Մերի Պոփինսից ամբողջը պատմում ես երկերն է եկել, բայց չեմ կարող ֆիլմից շատ բան խոսել, որովհետեւ պրոդյուսերական պահանջ կա։ Լավ։ Այդ որն է իր երգում հələ։ Վեսեր Պերիմեն, չէ՞։ Հա, Վեսեր Պերիմեն։ Արմիս դու ինչ նոր նախագծեր ունես։ 88 հատ ներկայացում անում։ Մի անգամից։ Ու տարբեր տեղերում։ Նույն ժամին։ Երեկ երբել որ դու ներկայացումներ, ասեցին Արմենը Գյումրիում ներկայացման, հետո գալիս է Երևանում, հետո գալիս է գիշերը։ Էդի բայց գժանոց օր էր, ժամը 7-ին ես գնացի Գյումրի։ 6-ին 10 պակաս մտա ռուսական թատրոն, խաղացի այնտեղ ներկայացումը, վազելով եկա ստեղ խաղացի ներկայացումը ու մնացի դիմավորելու այն աղջկան։ Ու քեզ եմ ասում այն աղջկան, ճանաչում է էլի, այն աղջկան։ Չէ, ներմուծում ենք անում։ Այն աղջկան, որը պետքա գա Տատուն որ ասեց ու արեց, Տատուն դե ասեց ու արեց։ Դե տենց ստացվող դա։ Ու ստիպված մենք ներմուծում ենք։ Բայց մի հատ ես հարց ունեմ, երբ որ դու 3 թատրոնում ու Գյալակացիայով շատ հեռու, տենց վազում ես այդտեղ գրդոն ես անում։ Չէ, բացարձակ։ Ոնց գրդոն չես անում։ Օրինակ վերապրում ես, առապում ես, նստում ես ավտոն, եկա Ստանիսլավսկի ռուսերեն Խցանումներով գալիս տրանսպորտով։ Այ շատ կարևոր է այս պատմության մեջ։ Խցանումներով 150 Ինչն է Այս կարևոր։ պատմության մեջ ամենաշատ էներգիան ինձնից խլել է տաքսու վարորդը, որը Գյումրիից մինչև Երևան երթվում է 1 վայրկյան անգամ չի լռել։ Ինչ էր պատմում։ Բայց քեզ ճանաչել էր։ Հա չէ։ Ավտոյից էր խոսում։ Բայց այդ հաճելի պետք է լինի։ Չնայած չէ, ինչն էր հաճելի։ Տղամարդիկ չունեն են ավտոներից խոսել ես։ Արմեն, բայց դու բաց թողեցիր ինչ բան ասես քեզ մինասը։ Ասես քեզ ճանաչել ես, հա չէ, տիպը Չէ, չէ, որտեղ ասեց ավտոն, հա։ Ավտոյից խոսած, բայց դա մի հատ լավ կողմ ունի։ Ես արդեն ենթագիտակցորեն այդ ավտոյի բոլոր մասերը ճանաչում եմ։ Կարամ հանգիստ քանդեմ եւ հավաքեմ։ Այդ այնց ինքը ինձ աշխատել է։ Բայց այդ ինֆորմացիան քեզ պետք է, դու լե երկու ներկայացում պետք է խաղայ։ Ուրեմն հասանք Մարալիկի կողմ, ասում եմ արդեն չդիմացա էլի, ասում եմ Պահեկիչն եմ։ Կներեք էլի, ասում եմ, ես այսօր շատ լարված օր ունեմ, դե չեմ ուզում կոպիտ ինչ ասում, չնեղանակ էլի, որ մեկ-մեկ նայում եմ ձեզ, բայց հարցական հայացքով, ասի մտքերով ուրիշ տեղ եմ, էլի կներեք շատ լարված օր, ասենց, վայ, տղա ջան, քեզ հանգստանալ է, պետք է ասենց ասում։ Երևանի օրը շուտ ֆայմեի ասեի, ասենց շրջվեցի, որ մի կողմ վրա ասենց, աղբորս ասեմ, ես էլ եմ տենց եղել, տենց օրում, ոնց որ դու ես։ Ու գնաց։ Ու վերջ, մինչև ռուսական թատրոն խոսեց, ավտոն կարում եմ քանդել։ Բայց դու ծրեցիր այդ թեման, ուզում եմ ասել ի վերջո գրդոն անում ես, թե չէ։ Չէ, ասում եմ, այդ տաքսիստի պատմությունով։ Չէ, ինձ անջատել է ասում։ Ինչ էիր խաղում ռուսականում։ Y կարելի ու այդտենց այդ եկար խաղացի, այդ ինֆորմացիայով մտար Կարոլ։ Այստեղ խաղացի, դե ես ինձ անջատել էի։ Ես ամեն դեպքում sense նայում էի իրան։ Եվ
հաճախ դեպքով է անում։ ու տեքստեյջը Ինեշան Բայց այդ հետաքրքիր է, ոնց ես անում, որ տենց էներգիա պահում ես, հա։ Դելավ սա ասում գրդոնում է գնում այն եկել էր ինչ վերջին ներկայացումը տանիքն է, ասել հա 100 հոգի մարդ է, ոչինչ։ Շողեր էս կողմերն է։ երթվում եմ, այտենց չեմ անում։ Այ մի հատ կարելի է լուրջ։ Երբ որ դու ունենում ես մի քանի ներկայացում մի օրվա մեջ։ Ես չեմ արել։ Նայ, հիշում ես չէ որ ասում էի բազմոցը այդ ընդհատման տեղը։ Դու խոսում ես քեզ ընդհատում է։ Յո, դե դու մեռար ընդհատելով, մենք յո բազմոցին չենք։ Բայց ես մինաս ինչի ես մինասին չես կարողացել։ Լուրջ, ոնց ես անում։ Ոնց ես պահում, էներգիա ես պահում, ինչ ես անում։ Այդ դեպքում, երբ որ դու գիտես, որ մի 3 ներկայացում պետք է խաղաս։ Ինչ ես անում։ Որ իմանա էլի հանդիսատեսը երևի Սենց անում։ Նայ, վերջին հաշվով այսպես սրանից սկսում։ նայ։ Այ նայ, սկսում ես սենց։ Սա ինչ էիր խաղում։ Ստեղ բան քեզ համարն էինք խաղում։ Ուրեմն ինձ համար սենց բան եմ ընտրել։ Հանդիսատեսը վերջին հաշվով մեղավոր չի եւ նրան բացարձակ հետաքրքիր չի դու ինչ օր ես ունեցել։ Միանշանակ։ Դու եթե մտել ես բեմ, դու պարտավոր ես նորմալ վերաբերվել քո մասնագիտությանը ու տենց իհարկե դա հետո է իմ վրա երևում, երբ որ ես գնում եմ տուն, հաճախ հաստատ բոլորդ էլ ունեցած կլինեք տենց իրավիճակ էլ, երբ որ գնում եք տուն ու չեք կարողանում անգամ քայլել։ Չես տիրապետում էլի, առավոտյան զարթնում ես ու ուզում ես փորձել վերհիշել, երեք ինչ ես արել, ու տենց ինչ որ պատկերներ են գալիս էլի, հստակ չես էլ հիշում, այդքան հոգնած ես եղել։ Բայց կարծում եմ Այդ հաճելի է, բայց այդ հաճելի հոգնածություն է։ Երևի դա հենց հաճելի Իսկ մեջը փող կա։ Այդ հոգնածության։ Այ, շատ լավ է։ Չէ։ Միանգամից կա։ Անկեղծ է։ Չէ։ Դրա համար է տենց օգնում է։ Ռոզին վերջերս պրեմիերա ունեցավ։ Վերջը Հա, օր առաջ։ ես նայել եմ այդ ներկայացումը։ Դու գիտես վերջերս այդ տարի։ Կինոյի պրեմիերան չէ։ Չէ, ֆիլմի պրեմիերա։ Չէ, ես բանի հետ էի Կամելազարդի։ Մի երկու ամիս Կամելազարդն էլ էր վերջերս, բայց մի քիչ ուրիշ հաշվարկներով։ Այմար ձմեռ էր։ Նայած որտեղից։ Կարքին ամառ է, ասենց Լուրջ ես ասեմ։ ասում։ Սեպտեմբերյան կարքին ամառ։ Ինձ թվում էր ես ուրեմն Հա, ինչ խալվել եմ։ Ես է, գիտեի մի քանի անգամ եմ խաղացել։ Ֆիլմը չեմ նայել, որովհետև զբաղված եմ։ Բայց Հասկացա, 3 ներկայացում էր մի օր։ 3 ներկայացում եմ խաղում, պլյուս գյուլի, բայց կնայեմ։ Դու նայեցիր թե չէ։ Չէ, Դու էլ ես չես չեմ նայել, բայց կարող։ կնայեմ անպայման։ Մենք տենց ենք, գիտես, Տաթու միշտ չի խոստանում նայ, ենք ու չենք չի գնում։ հետաքրքրում։ Օրինակ մենք ի տարբերություն Տաթուի ասում ենք ու չենք անում։ Չէ, ո՞նց։ Որն է մեր տարբերությունը։ Ինձ կարևոր է։ Այդ սա է։ Իմ ընկերների աշխատանքն։ Չէ, Լավ, նոր տարում ես դա գլուխ չեմ գովում, դա շատ վատ բան է։ դիտանջվի։ Մեր ընկերների աշխատանքը մեզ էլ է հետաքրքիր։ Հա, Իհարկե, միանշանակ։ Եթե ասում։ Մենակ ընկերներինը չէ, Հնարավորություն, ես առհասարակ շուկայում, եթե մենք նոր ֆիլմ ենք ունենում, մեր հայկական արտադրության, կապ չունի հիմա այնտեղ իմ ընկերներն են խաղում, թե չէ։ Ես փորձում եմ գնալ մեծ էկրանին նայել, ես փորձում եմ առաջիններից լինել, որ հասկանամ շուկայում ինչ է կատարվում։ Կատարվում է մի բան, չէ, աճ ունենք, թե էլի հետ են գնում, թե էլի մնացել ենք նույն տեղում։ Ուզում ես հասկանաս ինչ է, ինչ product ենք մենք արտադրում, էլի Ես ամեն տենց ավելի դեպքում։ շատ թատրոն եմ օրինակ գնում։ Հա։ Աշխատում եմ բոլոր ներկայացումները նայած լինեմ, որ խոսալու բան լինի։ Դրա համար այսօր չես խոսում, դու չես նայել։ Չէ, ոնց չի նայել։ Չէ, ձեր բոլոր ներկայացումները Մերը բոլորը նայել եմ, հա։ Մինասի միջելուց Մինասից այդ անկեղծ ասեմ, հրաշալի էներգիա է գալիս, երբ որ դու դահլիճում ես նստած, դե մեր ֆորմատն էլ տեսնում ես էլի ամեն դեպքում։ Շատ մարդկանց։ Ձեր վերջին Դու ներկայացումը։ նկատում ես հանդիսատեսին ով է նստած։ նստածները հա դե երևում է լույս չեմ անգամ։ Ես էլ չեմ։ Առավելևս Չի հետաքրքրում, հետո այս որ նայում ներվես վրա ազդելու է կեսից, ես հասկանալու որ X-ը ստեղ է, այդ X-ի մասին եմ մտածելու։ Ինչ դու ընկած ման գալիս, ով է նստած։ Չէ։ Դրա համար էի ներկայացնում վախտասում Նինան մեզ է նայում։ Հիմա նայ, ես Ռոզի եւ Տաթուի հետ խաղում եմ մի ներկայացում, որտեղ շատ դեպքերում կա դրվագներ, որտեղ ես խոսում եմ անմիջապես հանդիսատեսի հետ։ Իսկ դու սիրում ես այդ ներկայացումը։ Մեր ներկայացումը, եթե անկեղծ այո, ստեղծագործությունը, ներկայացումը շատ եմ սիրում։ Վերջին հաշվով Տաթոյի կարծիքը արդեն པարզ է ինձ թվում, հա։ Ես այդ ներկայացումը շատ եմ սիրում։ Ես ներկայացումը սիրում եմ այն մասով, որ ներկայացման վրա շատ աշխատանք ենք տարել, բայց ներկայացումը շատ փոսեր ունի, որ մենք մեր խմբով դեռ չենք կարողացել այդ փոսերը լցնենք ու շատ անգամ այդ մեզ խանգարում է բեմում ու կարող է դա նաև հիմք է հանդիսացել, որ ինչ որտեղ Տաթոն հեշտ իրանից հրաժարվի, ոչ թե
կասկած ունենա, այլ ուղղակի հեշտ ներկայացումը կինո չի, մոնտաժի բան չունի Ես հնարավորություն, օրինակ որ իմ այդ փոսը կարծիքը անկեղծ, ես չգիտեմ, շատ է լինում իմ մոտ, որ ես ներկայացումը նայում եմ, հավանում եմ ու բոլորը ասում են դու գիժ ես, լավը չէր։ Սենց, բայց ես հավանում եմ, այդ ներկայացումը կոնկրետ հավանել եմ ու ձեզ 3-ից շատ եմ հավանել։ Արևը կոնկրետ հավանում։ Ահա, ճիշտ է տեղերով եմ հավանել կոնկրետ, ինձ հավանել եմ ձեր խաղը, կոնկրետ քո Տաթոյի Արմենի, բայց իմ համար ինքը ցենց ընդհանուր վատ ներկայացում չէր այնքան ինչքան որ տենց ոնց որ դու ես ավելի շատ արձագանքներ էի լսում։ Չէ, Նա ես որ գնում եմ ներկայացումը ոնց եմ տալիս գնահատական, հա։ Ամեն դեպքում եթե տեղ պետք է վստեմ, օքեյ, կարող է մեկը լավը լինի, լավ տեսարան ունենա, շատ լավ խաղա, բայց եթե խոսում ենք ընդհանուր ներկայացման մասին, դու հաշվի ես առնում նաև այդ փոսեր ու լիքը բաներ ու տենց ես տալիս գնահատականը, թե չէ առանձին տեղեր, բոլորս ունենք առանձին լավ տեսարաններ, որ լավն է այդ տեսարանը, օքեյ է, իր այդ ամեն ինչ պետք չէ փոխել կամ չէ բան անել, պետք չի, բայց եթե ընդհանուր ենք ասում, հա, ինքը շատ խնդիրներ ունի։ Ինձ օրինակ հերիքում է ներկայացման մեջ, եթե ես մի լավ էներգիա եմ ստանում, կամ ինչ-որ մի միտք եմ հասկանում, նոր բան եմ սովորում այդտեղ, այդ ներկայացումից իմ համար ինքը արդեն ինչ որ չափով ստացված է։ Էլ կարամ մանրանամ, խորանամ, ասեմ, այս մի բանը սենց է, մի բանը սենց, բայց ընդհանուր առմամբ ես երևի տենց շատ դու պահանջկոտ հանդիսատես չես։ Հանդիսատես չեմ, հա։ Ես օրինակ չգիտեմ, ես պահանջկոտ հանդիսատես եմ։ Կարող եմ իմ մասին, հա։ Պահանջկոտ եմ, մի բանը ինձ հերիք չի։ Ես հասկանում եմ, որ ինչ է նշանակում ամիսներով աշխատում եք մի բանը հաջողել։ Չեմ Կան ներկայացումներ, որ ես կոնկրետ չեմ հասկանում, լուրջ նստում նայում ես ժամուկ ես ու բան չես հասկանում։ Այդ ու կարող է նայես նենց բան, որ դու այդ համ կարդացել ես, համ սիրում ես, բայց դու այդ ներկայացումից բան չես հասկանում։ Այդ դեպքում է իմ համար ներկայացումը վատը։ Մեսի։ Իսկ քո։ Չէ, դե մենք խոսել էինք այդ թեմայի շուրջ։ Որ լավ եւ վատ տենց չկա։ Երբ ենք խոսել, ես ու դու խոսել ենք։ Այսինքն լավ եւ վատ չկա, ինչ չկա։ Նայ, ես սենց եմ մտածում, երեխեք, գուցե ես եմ սխալվում։ Եթե ես մի բան չեմ հավանում, դա դեռ չի նշանակում, որ դա վատ է։ Դա ընդհանրապես նշանակում է, որ ես դա չեմ հավանում։ Դե դրա համար մենք նախադասություն ասելուց ասում ես ինձ համար վատ է։ Չես ասում վատ է, ինձ համար գոյություն չունի միանշանակ արժեք։ Բացարձակ գոյություն։ Ես իմ դերով դեմը թաթուլ արվեստ է։ Ինչ։ Թաթուլ արվեստը, ոնց ասեմ միանշանակ։ Ես թատրոնի մասին էի խոսում։ Դու թաթուլին թատրոնում ես տեսել։ Շատ լավ է։ Թաթուլի Համլետը Որ թատրոնում ես տեսել թաթուլը։ Իսկ արվեստի, տիպ արվեստի։ Մեր մկրտչանում շատ կա թաթուլ։ Ընդհանուր արվեստ է։ Ընդհանուր արվեստից խոսես։ Արվեստ է ասում, բայց այո, ճիշտ ասում։ Դա կարող են ասել արվեստա, Բայց գիտես մարդիկ ասում են օրինակ։ Դե չէ, բայց դա մեկը Բայց մարդիկ շատ բան են ասում։ Չէ, դե նայ, Եթե օրինակ բառը պարագայում Դու գիտես ինչի ես ասում, որ այս մի բանը իմ համար վատն է, որովհետև դու լինելով սֆերայում հանդիսանում ես նաև ոչ միայն կատարող, այլ նաև ճաշակ թելադրող։ Ու երբ որ դու ասում ես այս մի բանը իմ կարծիքով վատն է, եւ այն լսարանը, որը որ արվեստից այդքան չի հասկանում, որքան դու, սկսում է մտածել դրա մասին ու սկսում է քեզ հետևել։ Դրա համար քո խոսքը կարևոր է նաև այն մասով, որ դու չասես ամեն ինչ էլ ես արվեստի մեջ ամեն ինչ կարող են կանել։ Եթե դու տենց ես մոտենում, մարդիկ արդեն չեն կողմնորոշվում, լսարանը քո չի կողմնորոշվում։ Եթե ի սկզբանե զատ ես օրինակ թատրոնի ինչ-որ ոճը, այս ոճն էլ լավ է, այդ ուժ ման, բայց ասում ես ընդհանուր գլոբալ ու հիմա մեր իրականության մեջ ցավոք սրտ տենց լղոզված արվեստի Հիմա չէ, միշտ էլ տենց է եղել։ Հիմա ավելի շատ ունենք օրինակ էստրադային այդ վատ աղբը որ կա ու բան, եթե դա զատենք ու գնանք իսկապես խոսենք, օրինակ թատրոնի այս ֆորման էլ է շատ լավը, չգիտեմ, գոյություն ունի թատրոն տանի, գոյություն ունի Բաբելոն թատրոն, գոյություն ունի համազգային թատրոն, իրանք բոլորն իրանց տեղում ամեն մեկը ստեղծում է լավը, դա ուրիշ բան է, որ ասեցի վատ թատրոնը այնի լավ, էս ուրիշ բան է, բայց դե գլոբալ արվեստի մասին ես խոսում ու այն ինչ որ նաև կատարվում է Հայաստանում ու համարվում է արվեստ, Մեր իրականություն։ ամեն դեպքում պետք է ասել, որ գոյություն ունի անճաշակություն։ Շատ զարգացել է թատրոնը։ Այդ թատրոնի մասին։ Թատրոնն է, կինոն է։ Գիտես, ի վերջո, եթե չի ենթարկվում ցանկացած ոլորտ, չի ենթարկվում տրանսֆորմացիայի, ինքը կարելի է համարել, որ ինքը ուրեմն գոյություն չունի, որովհետև դու պարտավոր ես ժամանակի հետ առընթեր լինել։ Կան, եթե միտումնավոր ներկայացման օրինակ բերեմ, եթե միտումնավոր բեմադրված չի, ենթադրենք մեզ, մենք հաճախ ասում ենք, չէ, օրինակ հին թատրոնի ոճը, բան, sense ինչ-որ բաներ ենք ասում, եթե միտումնավոր այդպես բեմադրված չի, ուրեմն մենք
ժամանակին կարծում եմ առընթեր են գնում։ Ես համաձայն չեմ ինչ որ Ենթարկում ենք չափով որոշակի Մինասի հետ, տրանսֆորմացիա։ որտեվ ինձ համար շատ չի փոփոխությունը հիմա։ Ես գտնում եմ, որ դա մի քանի պատճառներ ունի, նախ որ համակարգ կա, որը մնացել է, այդ համակարգը հնացել է, դա խանգարում է այսօր։ Սիստեմը, որով որ աշխատում են հատկապես պետական թատրոնները, այդ շտատային սիստեմը, չգիտեմ, խորհուրդներ, գեղեր, եսի ինչեր, հարևան, բարեկամ, սանիկ, դու տասա տարա նրանք թող չանեն, չգիտեմ, հա վերջում այդ ամեն ինչը գալիս է մի օր թաթուլել է դառնում են արանքներում։ Այդ ամեն ինչի հետ համաձայն չեմ, որ ասեմ, որ այսօր շատ լավն է թատրոնը կամ շատ մեծ է փոփոխությունը, ես մի քիչ ավելին եմ պատկերացրել, ես երբ որ ուսանող էի, Միանշանակ ես է։ այսօրը ուրիշ կերպ էի Ավելի սպասել պատկերացրել։ ուրիշ է, բայց քանի որ այսքան թատրոնում եմ չեմ կարա չասեմ, ուզում եմ ասեմ, որ զարգացել է, չեմ ասում լավ է հիմա։ Ճիշտ է լիքը նույն ձև փոսեր անթանուր ասպարեզում կա, բայց ինքը շատ զարգացել է։ Չհաշված, որ ես ինքս ոչ մի շտատով էքսպերիմենտալ դերասանուհի լիքը չեմ։ թատրոններ կան, նույն Ազատ Բաբելոնը, դերասանուհի։ նույն թատրոն տանիքում է, իրանք լավ է որ կան։ Կան, իհարկե, Բայց պետական թատրոնն էլ է գնում արդեն դրան, այսինքն ուզում ասեմ, Պետական հրավիրումը թատրոնն նույն մարքեթինգը թատրոնի ոնց է զարգանում, չէ՞։ տեղեր կան, հա, տնօրենները ավելի գրագետ են աշխատում, տեղեր կան հələ, չկան այդ տնօրենները, սենց դանդաղ ինչ որ փոփոխություն լինում է, բայց այդ դանդաղը մեր վրա շատ թանկ է նստում, որտեվ այդ դանդաղի հետ մեկ էլ դու հասկանում ես, որ ոք մի 10 տարի անցել է, դու հələ շատ բան չես խաղացել, մի 10 էլ, ես չես խաղալու, այն չես խաղալու, այն չես խաղալու։ Հետո ես կարծում եմ, թե կինոյում, թե թատրոնում, երկու ոլորտում էլ մենք ունենք ռեժիսորների խնդիր։ Ես կարող եմ դա միանշանակ ասել, մենք ունենք ռեժիսորի խնդիր։ Կան միլիոնավոր դերասաններ, շատ դերասաններ կան ու շատ լավ դերասաններ կան, ու քիչ ռեժիսորներ կան։ Ռեժիսորն էլ չի կարող հասցնել, ասենք, տարվա կտրվածքով լավ ռեժիսորը 15 ներկայացում անի։ Ֆիզիկապես դա անհնարին է։ Դրա համար ես կարծում եմ, որ այդ խնդիրը կա։ Բա Լրությունը համաձայնության նշան է։ Այո։ Հա։ Ես այնց հա, համաձայն ես բախտավոր եմ ինձ համար։ Լավ է։ Բախտավոր աստղի տակ եմ երևից անել։ Չէ լուրջ, որտեղ ինձ թվում է, որ այսօր քաղաքի լավ ռեժիսորները ովքեր կան, ամեն դեպքում բախտ ունեցել եմ աշխատեմ ու աշխատում եմ դեռ, էլի այտենց։ Ու դա շատ հավես է։ Բայց դե հա, այդ եմ ասում, բայց հասկանում եմ, որ այո, կա լիքը այտենց բաների խնդիր, կա համակարգի խնդիր, նույն հրավիրյալ դերասան որպես լինել։ Եսին, բայց փոխվի ոչինչ, ինձ թվում է Ռոզեին հասկանում եմ ինչ ասում, որտեղ ժամանակը որ անցնում է դերասանի համար այդ մի տարին էլ է ինչ որ բան փոխվում։ Իհարկե միանշանակ։ Հա, տենց, բայց տենց միշտ ավելի վատով եմ նայում, քանի որ լավատես եմ, մտածում եմ, բա այն դերասանները, ովքեր ծնվել են օրինակ են առաջին համաշխարհային ու երկրորդի այդ բանում արանքներում այդ որ սաղ գնացել է, տենց այդ բանով եմ գնում, ասեմ լավ ոչինչ։ Լավ, մի բան է ինձ անհանգստացնում։ Օրինակ լսել եմ։ Հանգիստ է, Արմեն, ասա։ Լսել եմ, որ արվեստը որոշ երկրներում եվրոպական արդյունաբերությունից հետո լրջագույն տնտեսության զարգացման աղբյուր է։ Ինչ է կարծում կամ բոլորս Հայաստանում մշակույթը կարա դառնա եւ ոնց կարա դառնա տնտեսության զարգացման աղբյուր։ Կինոն օրինակ։ Կինոյի միջոցով կարող ես տուրիստներ բերել քո երկիր։ Ահա։ Ու բրդում Հայաստանը Սերիալով նկարահանման համար էլ կարող ես շատ լավ օգտագործել։ Հայաստանը շատ լավ բան է, երկիր է, всё-таки դա առնում։ Բայց տենց չեն անում, տենց չեն աշխատում։ Իսկ օրինակի համար մեր ոնց որ դու ասացիր կինոյով կինոն տանեն ներկայացումները կարան գնան եւ դառնան օրինակ տնտեսության զարգացման աղբյուր։ Թատրոնի դեպքում այդ մի քիչ ավելի բարդ է, որտեղ թատրոնը լայն մասաներ չի տեսնում, ամեն դեպքում գնաց ներկայացումը դահլիճ լավ 600 հոգի նստեց նայեց կամ չգիտեմ 2-3 անգամ խաղացին, բայց երբ որ մենք խոսում ենք կինոպրոդուկտի մասին, լսարանը շատ մեծ է, այդ ժամանակ դու մեծ հնարավորություն ունես։ Մենեջմենթի բացակայություն կա Հայաստանում, ինչի ես եմ նկատել ու հիմա օրինակներ կբերեմ, օրինակ Ռուսաստանում Վախթանգովի անվան թատրոնը պատրաստվում էր, նոր պատրաստվում էին Էդի Պարքան բեմադրել Տումինասի։ Շատ հետաքրքիր էր խոսում իրանց տնօրենը Կիրիլ Կրոկը, ասում է, դե նոր որոշել էին, հələ չեն սկսել չիտկաները, բան, նոր որոշել էին, որ պետքա բեմադրեն։ Ասում է, ես անմիջապես սկսեցի
կապեր հաստատել, բան, որտեղ կարա այս ներկայացումը գնա թիրախային խմբեր հաշվարկել, նայեք լուրջ բառ եմ ասում հենց հիմա, թիրախային խմբեր հաշվարկել։ Սենց, ասում առաջիկա մի տարվա ծրագիր է այդ ներկայացման, իր շրջագայություններ, իր ահռելի դեկորով բան եւ այլն, ասում գծագրեցի։ Ասում ստացվեց նենց, որ ներկայացումը դեռ չբեմադրված, ինքը արդեն մի տարվա կտրվածքով վաճառված էր աշխարհի տարբեր պետություններում։ Պրոդյուսերական դպրոց է ճիշտ պետք ունենա։ Բայց մեր մոտ այդ նոր մի անգամ մեր մոտ անգամ սովոր չէ որ դերասանն է պրոդյուսերով աշխատում կամ մենեջերը։ Մի անգամ առիթ էր եղել, այս երևի ընկերական շրջապատում հազվագյուտ դեպք է որ պատմում եմ, մի անգամ առիթ էր եղել Նազանի Ղարիբյանի հետ շփվել այս թեմայի շուրջ ու տենց իրան ասեցի էլի որ նման օրինակներ կա, այսինքն թիրախային խմբեր հաշվարկել բան եւ այլն շատ ոգևորված նկարագրեցի ամբողջ ծրագիրը որ այո դա իրատեսական է դժվար է բայց իրատեսական է որ կարա մշակույթն էլ դառնա տնտեսության զարգացման աղբյուր ինքը ինձ ասում է բայց ո՞նց ես դու դա պատկերացնում մենք օրինակ չգիտեմ ինչ որ կտավներ տարանք Նյու Յորք ցուցադրություններ եղան մի կերպ 0-ի վրա հետ ենք եկել ես էլ դե տենց համարձակությունս թույլ տվեց էլի ինձ ասել ասի կներեք ուրեմն շատ անգրագետ հաշվարկներ եք արել որ 0-ի վրա եք հետ եկել կամ սխալ եք հաշվարկել կամ ընդհանրապես սխալ ճանապարհ եք ընտրել այդ ամեն ինչի համար էլի այսինքն դա իրատեսական է ուղղակի ամեն մեկը կարծում եմ իր տեղում պետք է լինի էլի ճիշտ հաշվարկներ ինչ լսարանի համար ես դու դա պատրաստում դա էլ է կարևոր որոշակի ռազմավարություն պետք է մշակել մշակութային կարծում եմ։ Մեր մոտ այդ նոր է երևի տենց։ Բայց հույս կա, որ կլինի, որովհետև եթե համեմատում եմ օրինակ մի 20 տարի առաջ ինչ էր, եւ հիմա եմ տեսնում, որ զարգացումը կա, դժվար է գնում զարգացումը, այո, դանդաղ։ Կյանքի ռիթմին, մեր կյանքի ռիթմին համար որտեղ մեր մասնագիտությունը իհարկե բալետ պարողի պես չի, բայց էլի կարճ է։ Կարճային իմաստով որ այս մի բանը հիմա կխաղամ 10 տարի հետո էլ չեմ խաղա զուտ դրա համար էլի կարճ է ռեժիսորը մյուսը պրոդյուսերը մյուսը չգիտեմ մինչև 80 90 ինչքան ուզեն կարող են աշխատել քանի դեռ ֆիզիկապես ի վիճակի են մենք չէ մենք ժամանակ ունենք ու դա սարսափելի բան է ինչ դերերից կհրաժարվես մինաս Շատ եմ անցում է ինչ դերերից կհրաժարվես մինաս օրինակ կհրաժարվես Օրինակ, չէ, լուրջ, բայց կա տենց դեր, որ կարող է քեզ առաջարկեն, կարդաս, այդ ինչ պետք է լինի այնտեղ, որ դու հրաժարվես։ Դե երևի իմ սկզբունքներին դեմ ինչ-որ դեր, որը որ Բայց դու դերասան ես, Չէ, կան ինչ-որ կետեր, որոնք որ ցավոտ են թե մեր ազգի համար, թե մեր հասարակության համար, թե իմ համար անձամբ ոչ թե ուրիշի հայացքի պատճառով, այլ հենց իմ համար նույն ձև են, ոնց որ ամբողջ ազգի մոտ։ Ինչ որ բաներ կան, այսինքն կարող է խաղամ թշնամի, այդ օքեյ է, բայց ինչ որ կետեր կա, օրինակ եղել է այդպես դեպք մի անգամ, երբ որ նկարահանում պետք է արվեր ու հիմա սրա մասին ճիշտ եմ անում թե չէ խոսում եմ, բայց մենք կկտրենք սա։ Հա, եթե պետք է կկտրենք։ Մի հատ տեսարան կար, որ պետք է զոհված ազատամարտիկի գերեզմանի մոտ լիներ, ու ինքը կատակերգական տեսարան էր։ Հա։ Ու տեղ պրոդյուսերը որոշեց, որ գնանք իսկականից տենց տեղ։ Ես դե չեմ գնա տեղ։ Հա, օրինակ։ Ես տենց բան։ Պավիլյոն չեն կարող սարքել գնում են։ Չէ, իրենք որոշել են, որ տենց նատուրալիստական ինչ-որ բան տինի, ես դրան ուրիշ ձև եմ նայում, այսինքն ոչ թե նատուրալիստական թե էժանսիոն կա։ Գեղարվեստական։ Չէ, էժան Շատ լավ է։ Ուզում եմ ասեմ էժան նկարանման տարբերակ էլի դեռ պավիլյոնը։ Օրինակ, բայց այդ րոպեին ինքը չի հասկանում ինքը ինչ է անում, դե ես օրինակ այտենց դեպքում, բայց դերից կոնկրետ եթե դա հարցը Ես կարծում եմ տենց բան չի լինի, որ հրաժարվեմ։ Միջավայրից կար հրաժարվել։ Դաթոն օրինակ ես քանի որ խաղում եմ դաթոն։ Ավելի շատ գաղափարից կարամ հրաժարվեմ, քան դերից։ Այսինքն ինչ է ինքը, ինչ է տալիս։ Ինչի մասին է խոսում։ Այդ ավելի շատ։ Օրինակ դաթոյի հետ խաղում ենք։ Ես դու դաթոն չի հրաժարվում, չունի այդ կոմպլեքսը։ Հրաժարվելու։ Այսինքն ինքը ինձ համար այդ բանն է, էլի, ինքը չի հրաժարվում։ Ինքը հստակ գիտի իր մասնագիտությունը։ Ինչ նրբություններ ունի եւ այլն, եւ
Եվ չի դավաճանում, էլի չի հրաժարվում, բենց ինքը հետո է հրաժարվում։ Հասկացա՞ր, այսինքն ներկայացումը կայացել է, ամեն ինչ նորմալ է, մեկ էլ տաթում մի օր ասում, դե լավ, երեխեք, ես գնացի։ Շատ ցավոտ տեղն է, դա կարմրամազն էլ չի փրկել էս իրավիճակը, էլի շատ է ցավացել։ Ռոզ։ Հա։ Իսկ թեման ծրել։ Ռոզ, իսկ կատուների հետ կապված այդ մոլուցքը ինչքով է պայմանավորված։ Բայց ես չունեմ Ինչ ես գտել մոլուցք։ դու կատուների մեջ օրինակ։ Իսկ ով է ասում, որ դա պետքա բնորոշել մոլուցք Պետք է բնական բան լինի բոլորի Սեր, կյանքում։ լավ, սենց ասեմ։ Դե արի ուրեմն տարանջատենք սերա, թե մոլուցք։ Արի, Արի, սերա։ ահա, Եկանք, սերա։ սերա։ Ռոս քանի կատուն ունես։ 2։ Սերա, Դու 2 կատու ունես, այո։ բայց միշտ որ նայում եմ, ինչ որ ավելի շատ են եղել։ 3 կային, հիմա մեկը Կարող է նույն չկա։ բանն եմ նայում Մեկը մի չկա քանի վաղուց։ Կարող է նույն ստորին ես անդադում։ Տարբեր լույսի տակ եմ իրանց նկարել, տարբեր կերպ են երևացել աչքի։ Չէ, կան երկուսը եւ ես նկարում եմ շատերին։ Մի քիչ պատմի էլի։ Ինչ պատմեմ։ Իմ Իմ երանելի կյանքի մասին իրանց։ Որ մտնում ես տունը, Դիմավորում են ինձ, հա, անպայման։ Ոչ շնորհս կատուն տեն դիմավորելու։ Անպայման բոլորը երկուսը դրան դեմ Ոչ են։ ոչ ճունն է կաղացում։ Ասեմ քեզ ավելին, մոտարպես 2 կիլոմետրից իրանք զգում են, որ դու մոտուն ես գալիս։ Իսկ դու ոնց ես զգում, որ իրանք զգում են։ Ես չգիտեմ, որ իրանք Տանը ասում են։ Ես կարդացել եմ դա իրաց մասին, SMS են գրում, կարդացել եմ, որ ինքը դա զգում է, էներգիա։ Շունն էլ ազգում իրական։ Շունն էլ, այո։ Շունն էլ ես զգում։ Հա, դու էլ շներ ես սպառում։ Դու քանի շուն ունես։ 4։ 4։ Հա, բայց որ իրա 2, 4, 6։ Իմը 4-ը, մոսկա։ Երեխեք դժվար չի։ Չէ։ Չէ։ Դու սիրում ես ի՞նչն է դժվար։ Որտեվ ամեն դեպքում Ոնց որ եթե սերախուն կենթանի ես վերցնում, դա որոշակի պատասխանատվություն։ Պատասխանատվությունը միայն տղամարդկանց համար է դժվար, մեզ համար դժվար չի։ Հատկապես Դա բնականon Հատկապես ես շատ կա։ պատասխանատու մարդ եմ։ Չէ, երեխեք, Բայց ես ինչքան պատասխանատու իրականում եմ, որ մի էլ հիմա մի խայտարակ։ Չէ, կատակը մի կողմ ես լավ բան եի ուզում ասեի։ Դա խոսում է ձեր դրական կողմի մասին, որ Միանշանակ։ իրականում հրաշալի պատասխանատվության զգացում ունեք, եթե հանդգնել Եվ հատկապես որ որդեգրել ենք մեր կենթանիներին, Այո, ոչ թե գնացել ենք հա։ փողով առել Չենք ենք։ գնել։ Հա։ Ես էլ եմ Միշուներին դրսից։ Ինչ է նշանակում որդեգրել։ Դրսից Որդեգրած Դրսից այսինքն դրսից, դրսից հա։ փրկված կենթաներ են, չենք առել, չենք վճարել իրենց համար։ Հասկացա։ Թիթիզ չենք էլ ինվեստիցիոնիկների չենք։ Շուներ են դրսի են բան։ Խելոք շներ են կյանք ապրած։ Ֆինանսի դեմք։ Անջված։ Նենց ասում ո՞ց խոսացել այս նեճուպելը։ Իրանք տանն են ապրում, մենք ենք իրենց իրենց հայացքից։ պաշտպանում։ Ես եմ իրենց պաշտպանում։ Հա, բայց դու իրականում ոնց որ իրան ավելի շատ իր պարտականությունները քչացրել ես։ Ինքը պետքա քեզ հսկի, դու ես իրան հսկում։ Ոչինչ։ Ինքը շատ է տանջվել, իրանք շատ են տանջվել։ Ինչ գիտես։ Դուք նենց եք ասում, ոնց որ իր Ես մեկին կենսագրությունը, երբ որ եկել է ձեր տուն, իր կենսագրությունը թղթի վրա Բայց ես եմ տվել է։ իրանք վերել քաշտալով տուն, որտեվ իրանք վատ վիճակի են եղել, մեկին Հա։ աղբամանից եմ հանել։ Կարող է իր համար դա էր լավը։ Որ գցել էին աղբամանից։ Բայց եկել է տանը։ Չէ, Դիտի ուր գնա, ազատությունը սահմանը փակ է։ Ինքը հիվանդ է եղել, իրանք գցել էին աղբամանից։ Էդի արկի հումոր եմ անում։ Հա, հուսով ենք։ Որտեն Հա, չէ, անհանգստացա։ բայց Չէ, չէ, չէ։ Այս սենց բաների պատճառով դրսից ես բերել։ Հա։ Որտեղից ես գտել, որ փողոցից։ Կիլիկա թաղամասից։ Օ, Այնտեղի կատուները։ բազի։ Իսկ ես Տրվես սա դրանք։ Չեմ տրվում, պրոց շատ թեյս էս մնացորդը կարող է ինքը չնացիրում է։ Էդի միշտ թող հաղորդման վերջում։ Գնալուց մի բան ինձ արեք նոր գնաց։ Արո, բայց սկսած որ վերջին ներկայացան բոլորը լակչատվեցին, ոնց դե ջուր էի լցրեցիր քո վրա։ Ինչը։ Որ ջուրը։ Որտեղ բոլորը հասկանում են, որ դուրսը -8 է։ Որ ջուրը։ Ես այն իսկ ներկայացման ժամանակ եմ զարմանում դու ոնց է -20 դուշի տակ Ահա, կանգնես։ ճիշտ է, քեզ համարին էլ Բայց է։ պետիշ ունես։ Բայց մի վարդ էլ որ տեսարանն ես դու ասում։ Մի հատ արևին վերադառնանք։ Որ տեսարանը, այնտեղ մի հատ Թրջված սկիզբը։ Անձրևն իրա տենց է, թրջվող Անձրևի մարդը։ Անձրևային Ջուրը կյանք։ Կարող է դու տենց ես էներգիա հավաքում, բոլոր սիմվոլիզմը ներկայացուն էին թրջվում ես, որ մեկից մյուսը խաղաս։ Հա, կարա տենց բան լինի, բայց ես խոստացել էի, այնտեղ միջև չէր սկսելը, թրջվում, ասել եմ, նայել ես անգամ Ես էլ եմ նայել, կլռեմ շատ, ասի, բայց սադրանքների զգում ես, չէ՞, սադրանքների չեմ ենթարկում, չեմ խոսում Ինձ անդադար։ հետաքրքիր է այդ բաճկոնը, քո այդ դուտի։ Հա, ինքը Դուտի ոնց է հայերեն փչած։ Փչա բաճկոնը, Փուչիկ, փուչիկ բաճկոնը։ հա,
Խոնավություն թափանցում ա թե չէ։ Կոննեթիվ Կոննե մտածել չի։ թատրոնա տղենքի դրանով է Խոնավություն թափանցում ա թե չէ նկատի ունես։ Մասկանը դրանով է ստուն Վերջի գնում է։ ներկայացմանը շատ ուժեղ քամի էր, Հա։ շատ։ Ու տենց զգացնել տվեց էլի ամեն դեպքում։ Ինքը ճիշտ է, չէր թափանցում այդ խոնավությունը, այսինքն ես ներսում տենց Բայց քոնն ա դա։ ներկայացմանը։ Հա, օքեյ։ Հա, բայց դրսում կանգնելուց հետաքրքիր ենք։ Հա շատ։ մի բան արա հետաքրքիր, խնդրում եմ օրինակ ծառայի էլի, խնդրում եմ ասա եւ արա։ Դեկա տենց բան, բայց ես էլ ետ ասում ամենասկզբից Էդ էլ դաժե արդեն այդ հետաքրքիր չէ, Հա, ինչ հասկանում ես, անում ես այդ մորել հետաքրքիր։ Ես բացարձակ երթվիր, երբ եմ արել տենց հումոր։ Դե Այսօր հիմա։ առաջի օրն է, որ Հա, նման բայց 3 հումոր անգամ Զորը։ արեցիր արդեն всё, ողջ։ Դե հիմա լավ, որ այդ Որը, բարերի չէ, ուրիշ բան, որ այդ ուրիշ, բարակապակցությունը հետաքրքիր շատ Չեմ տրվելու սադրանքների, ուրիշ Չէ, օրինակ, մի հատ հետաքրքիր մի բան ասա։ Ասա անենք։ Եսուս մնա։ 4-րդ անգամ եղավ արդեն։ Ա, Չէ, ես աշվում եմ։ Ես չի ուզում։ Не виновата ты я։ Երեխեք, լավ։ Լավ, մի հատ խնդալու բան Ինչ? պատմեմ։ Յո, ահա։ Դեր որից ես հրաժարվել եմ, ես շատ խնդալու պատմություն է։ Ինձ գալիս է մի օր նամակ, որ ֆիլմ են նկարում, ուզում են դուք նկարվեք, ասում եմ, օքեյ, ինձ սցենար ուղարկեք, կարդամ։ Ու սցենար ուղարկում են։ Բա մի քիչ, հա, խոսակցության ժամանակ ասում են մի քիչ էրոտիկ ֆիլմ է։ Ասում եմ, լավ, ուղարկեք, կարդամ։ Բացում եմ այդ մի քիչ էրոտիկ սցենարը, որ մի քիչ էր։ չէ, լսի։ Հա։ Եթե մի քիչ չէ։ Բացում եմ այդ մի քիչ էրոտիկ սցենարը, Ինք շոթի համար ենք։ կարդում որ ինչ-որ շատ ծանոթ պատմություն է։ Ահա։ Կարդում Դիսերտացիան եմ, կսիարը։ հա, դա 3-4 Հայկական էջից էլի, հետո հա։ հասկանում եմ, որ մոխրագույնի 50 երանգների հայկական Իսկ դու տարբերակն է։ որտեղից գիտեիր։ Զուտ, սերիալ չի եղել, չէ։ Չէ, դա գեղարվեստական Չէ, որտեղ ֆիլմ վերջի է։ ես տենց մեծ Ուտեղ նկարագիր է տալիս, որ Հա։ այդ աղջիկը տենց բան է, կույս է, չգիտեմ, դից նայում կարդում եմ, ասենք ադապտացիա է արած պատմությունը շատ անհետաքրքիր ձևով, բայց անկեղծ է վերջը չեմ կարդացել։ Իսկն արդեն բարձր որ պիտի հետ զանգեմ, զանգեցի դե տնօրենին։ Ասում եմ, չէ, էլի, ես ասում եմ, Էրոտիկան քիչ է, ոչ։ հələ էրոտիկա, դուք ասում եմ, ես ոչ 22 տարեկան եմ, ոչ 25, ոչ այդ ֆորմաները ունեմ, ոչ այդ ֆիլմը դեր ասած էրոտիկան է, Բայց դու էրոտիկա խառնում ես չի, ռեժիսորի դաշտ։ այսինքն։ Կարող է ինքը քեզ պատկերացնում է այդ դերում։ Քեզնից գնում են հրաժարվելը, շատ ասես շատերը չեմ ուզում, շնորհակալություն։ Բայց Ինչու՞ Մի ասում։ րոպե, Ես ստեղ ասենք Ռոզին, Ռոզի դու շատ Ու սիրում ասում եմ, բայց Երեխեք, ինչի՞ ինձ Մինաս հարկա նշել, որ եւ Տաթուն, եւ Ռոզին աննկարագրելի գեղեցիկ են։ Ու Ֆանտաստիկ։ աննկարագրելի Հա, խելաց։ Շնորհակալություն, որ տենց անկեղծ եք տղաներ։ Երեխեք, բայց ես առանց շափազանցության եմ ասում։ Մենք էլ։ Եթե հիմա ստիպելու եք, որ կարծիքս փոխեմ Ինչ ձեր, պետք է ասեմ անդրդվելի Նա եմ։ պետք է sense բաներ անենք։ Չէ, դրա կարիքը չկա։ Դե կարիք չկա, մենք պատկերացնում ենք։ Ես ընդհանրապես Պատկերացնում եք, մագի շոշափել եմ։ Մարկա շոշափել է։ Իսկ ես հասկացել եմ։ Դավայ։ Այսա կգանք էլ Արմենը երկուսս էլ ինձ լավ շոշափել է ներկայացման։ Ու ես էլ հասկացել, որ Արմենը բացի երկուսից այս տեքստը սաղին Նա դա ասում ձերը է։ դիր գլխիս է, ցավոտ։ Այս խաղացի ոչ մեկի չշոշափել։ Նայ, Մինաս, եթե Արմենը ուզի հրաժարվես ներկայացնել, ոտը ջարդի Միանգամից։ Ես չեմ Արա կարող։ քեզ Ինձ որ կներում։ թրջեք միանգամից չորանա։ Չունեմ ես մար։ Չէ, ինձ համար դա բերկրանք է, Հա։ ինչ խոսք։ Բայց դա չի Դա մոտիվացիան, էլ հա։ կպատնես մեր 80-ում։ Մեր 80-ում։ Դե տիպը հենց 80 դառնանք։ Մեր հոբելյանական երեկոյն է, որ տանում գահին նստացնում են, այս բաներ կա։ Կպատմես։ Գահին, որ ես նստեմ սենց դողդղալով գամ ծաղիկները տակս կպատմես։ Ոյ։ Եթե ողջ լինես։ Եթե ոչ, այդ եթեն լավն է, որ Так, այո, չես ключевое Եթե մի ծաղիկ էլ դու Դե եթե մի չդառնաս։ քիչ ես ներկայացնում ես խաղաս մեզ հետ, կավասիրտը չդիմանա։ Ինձ թվում էր կդիման ընդհակառակը ինձ անհրաժեշտ է նման ներկայացումներ խաղալ, որովհետև դրանի, այ ասում էիր ինչից ես վերցնում էներգիան։ Ահա։ Ահա։ Վամպիր է, էլի։ Սա էլ ամեն ինչի պատասխանը։ Ոնց չվերցնես, տենց համբույրներից Լավ է էներգիա։ միտեղ։ Բա դու 3 տեղ ես գնում այդ օրվա մեջ։ Պատկերացնում ես ինչ էներգիա եմ կուտակում։ Սախտեղերը տենց բաներ է անում։ Ինչ էներգիաներ եմ Ոչ բեղում կուտակում։ կուլիսներում է երևի անում, բայց միտեղ անում է։ Չէ, Պահածունին դեղ աղջիկներ։ ոչ։ Իսկ դու երբևէ սիրահարվել ես խաղընկերուհուդ։
Չէ, երեխեք։ Այ շատ կարևոր բան է հարցնում։ Հա, Խաղանկերուհուն սիրահարվել չի կարելի, ինչու՞։ որովհետև դա կխանգարի իմ Հետո, կարծիքով կխանգարի հետագա այդ փոխհարաբերությունները կերտելիս։ Բայց գիտե ինչ սիրահարվել ես։ Չէ։ Ինչ է, ինչ Այսինքն փոխհարաբերություններ դու կարող ես սիրահարվել եւ արդեն գիտես, որ վերջանալու է այդ Լսի, ամենը։ արդեն սուտ է լինելու, հասկացար։ Այսինքն երբ որ իրական զգացմունքներ են գալիս, բեմականը դառնում է սուտ։ Բեմում իրականը մի քիչ այլ է։ Ես է կյանքում չեմ սիրահարվել։ Իրականում կա տենց բան, այս վերջերս ով է։ Ես ասել եմ։ Մինուս։ Իսկ Կարիձեն էր կարծեմ ինտերվյու ժամանակ հավես բան ասել, ասում է բեմում ոչ մի իրական բան հավես չի, ոչ լացը, ոչ իսկական ծաղիկները։ Ամեն ինչ արհեստականն է բեմում սիրուն ու հա հենց Դե որովհետև կյանքում տեղ հենց գտած ապրեց արդեն զզվելի բան է։ Այդ լուրջ։ երևույթների գեղագիտական արտացոլումներ։ Հետո գնիմա որ դերասանուհին շատ է լացում բան, որտեվ է ճիշտ բան է, որ դու պետքա չհուզվես, էլի պիտի հանդիսատեսը всё-таки հուզվի ու բան։ Չափը եթե անցար արդեն դաժե որ հուզում ես, պետք է դրա ճիշտ ձևը, դոզան։ Այդ նույն բանը, նա եթե դու գալիս ես իրական ապրումների, դու պատկերացնում ես, եթե մարդը գնում է մեկի հուղարկավորությանը նստում է։ Ստացվում է նույն բանը, այսինքն եթե տեսարանը դրա մասին է ու դու ռեալ ես լացում կամ ապրում, դա արդեն զզվելի բան է։ Դրա մեջ էլ չկա ոչ մի արվեստ։ Գեղագիտությունն է պետք է Գեղագիտության հետ գալիս է նաև այդ սուտը, Այո, կյանքում տեղ գտած իրերի երևույթների գեղագիտական տարբեր։ Դե չէ, դες բոլորը կարային խաղային, պատկերացնես, Չնայած օրինակ ասում են, ես իհարկե չեմ տեսել, որ կան թատրոններ, որտեղ շեշտը դրված է նատուրալիզմի վրա։ Դե հա։ Այսինքն ընդհանուր միջև Բայց կարող էրոտիկա։ Բայց կարող է իրանք դա էլի գեղագիտորեն են մատուցում։ Կարող է ինչ-որ սահմանը Ես չեմ տեսել, ես չեմ տեսել։ Դեմա նատուրալիստական կինոներ էլ կան, բայց մեկը էլ այդ ամեն ինչը դրած է, մեկը դրած է հիմնական, տենց ու դա։ Դե դրա համար դու գնում ես նայում ես ֆիլմ կամ ներկայացում, որ քեզ այդ գեղագիտության մեջ խափեն, հասկանում ես, թե չէ դու կգնաս ռեալ ինչ որ գնա։ Հարևանների կռիվը կնայես, չգիտեմ ուրիշ բան կնայես, դες ռեալ այդ էմոցիաները ռեալ կյանքում կփնտրես, բայց դու գնում ես թատրոն հենց այդ էսթետիկայի համար։ Սիրուն խափեն, քեզ գնաս տուն։ Տատ ինչի համար հրաժարվեցիր։ Ոչ եմ հավատում։ Որովհետեւ Օգնել եմ արդեն 3 տարի քեզ պատճելուց, всё։ Հա դա է պատճառը։ Լրացել է, 3 լավ, 3-ը չի լրացել, Չի կարելի։ Դες ինձ ինչ երկար է թվում։ Արդեն եթե ասում է Արմեն, հա, դա չէ։ Եթե արդեն 3 է իրան թվում։ Լուրջ 3 տարի անցել է։ Մարդուն հանգիստ Ես կորցրել եմ իմ հաշվարկներին։ Չէ, իրականում նենց եմ կարևորում, որ սենց ամեն վերջի ճիքով ուզում եմ, որտեվ գիտեմ, որ այդ հանդիսատեսը մեղավոր չի, որ ես օրինակ շատ չեմ սիրում այդ գործը կամ այդ դերը։ Ու հասած շատ արել եմ։ Ինչու սկզբից չհրաժարվեցի։ Սկզբում հավես է, այդ կար այդ process-ը, հետո դուք էիք բանի շատ հավես է, բայց այն որ մեջս արդեն հանում եմ այդ բանը մենակ տեխնիկապես, տենց չեմ ուզում տենց լինի։ Հիմա նայ, օրինակ հաղորդումը կարող են նայեն ինչ որ ռեժիսորներ, ու իրենց մեջ բան լինի, ասեն, հա, ենթադրենք ինչ որ մեկը պատկերացրել է Տաթոյին, այսինչ դերում։ Հիմա նայում ասում եմ, մի րոպե, բայց ես հրավիրեմ իրան այստեղ ինքը խաղա։ Տաթևը այսքան խաղացել է, երբեք չի արել տենց բան։ Առաջին անգամ ես քոն տարի հետո դուրս եմ եկել։ Աստված։ Ամեն ինչ սկսվում է ինչ որ մի օր, տատ։ Չէ՞։ Հիմա դու ուզում եմ հասկանամ համոզում ես հետ բերես Տաթևին։ Ինչ ես անում։ Ես սպասում եմ ուրիշ բանի, պիտի ասի, շատ եմ սիրում իր այդ խաղը։ Բայց իմիջայլով դուք երկուսդ էլ շատ աշխատասեր դերասանուհիներ եք, որ ես էլ շատ եմ սիրում։ Լուրջ։ Տեսնում եմ թե դուք ինչքան եք ամեն ինչի մեջ ներդրվում։ Անկապ ստեղ ընդեղ։ Կապ չունի, բայց ես լուրջ այդ ինձ շատ է դուր գալի։ Դե մենք մասնագիտություն անենք, ինչ պետք է անենք։ Դե մարդը առավոտ զարթնում է, գնում է իր գործին, մենք էլ զարթնում ենք միտեղ իրանց հարմար է եւ չէ, տենց էլ է։ Երբ որ միտեղ շատ հարմար է դառնում, օրինակ ես ինձ կոմֆորտ զոնան խանգարում է։ Ես եթե շատ կոմֆորտ զոնայի մեջ եմ, մի պահից հետո կարող է դադարեմ ստեղծագործել։ Այդ իր լավ ու վատ։ Իհարկե լինում է գնում, չէ, շատ արդեն թուլանում ես, ու էլ չես կարողանում ստեղծագործել։ Ես միտեղ որ երկար եմ գնում նույն տեղը, խեղդվում եմ։ Թատրոններն է, կապ չունի որ։ Մինոս դու սպորտով զբաղվել ես, չէ՞։ Հա։ Հիմա էլ ես զբաղվում։ Հա։ Նու զբաղվում, լողի եմ գնում։ Հա, հրաշալի է դու։ Ես միայն ջիմ։ Իսկ ինչ կա օրինակ սպորտից, որ Ինչ սիրով կգնայիր։ Օ, ես ձիավարության, հա, գժվում։ Ես գնացել եմ ձիավարության։ Երազում եմ դրա մասին մանկուց։ Ու մի օր երևի կանեմ։ Կլինի, ես վստահ եմ։ Ինձ ժամանակը չի խանգարի։ Ես հայտնվել եմ այստեղ, որպեսզի իրականացնեմ քո երազը։ Ձի ունես։ Ես ինքս եմ ձի։
խինդերի։ Արմեն դու հաստատ ինձ վրիցդ գցող ես վոլեյբոլ։ Վոլեյբոլ, Շատ եմ սիրում։ խմբային։ Բայց դու չես զբաղվում սպորտով հիմա։ Չէ, ես թատրոնը սպորտ է, Հա, չեք տեսել։ հա, այդ ու։ Բոլորը տեսել են ոտքերից կապիտները։ Իսկ դու Ոտքերից սխ կապիտ է երախ։ Լսի, ես էլ եմ սիրում սպորտ, միանշանակ, բայց Չես վերջին շրջանում, վերջին շրջանը ասած մոտավորապես 2 տարի, 12 տարի, չէ, 2 տարի բացարձակ ժամանակ չի լինում, որ դրան հատկացնեմ։ Իսկ ուղակի գնալ ընդամենը գնալու Ու ես համար էսարի լողալ եմ հարկ է։ սովորել, եկեք դա ֆիքսենք, որ դա երազանքս է եղել ու կատարել եմ այդ։ Լողալ սովորել եմ այս տարի։ Եվ հիմա չես խորտակվում բացարձակ։ Այն ժամանակ չէր խորտակվում։ Միշտ մնում է ջրի վրա։ Փորձենք մի օր։ Փորձենք, ուզում ես խեղտես ինձ։ Չէ, ուզում եմ Դե տեսնել։ անպայման ուզում եմ թռչելու հետ թեմա կապված թեմաներ Եկեք, Կապ չունի, ջուր- չէ, կարևորը ջուր- ջուրն ջուր- լինի։ մեջը։ Ջուրն իմ թուլությունն է, ռոս։ Լավ, ջուրը քո տարերքն է, դու տարերքով ջուր ես, Ինչ։ ջրի տարերքի տակ ես ծնվել։ Ջրի տարերքը ո՞րն է։ Այսինքն Նայ, նայ բարեկարգ, կրակ, հող, քո օդ եւ տարերքը։ ջուր, քո տարերքը ո՞րն է Ես ամսով։ Իմը օդն է։ Երևի ջուրը ասում։ Դու ինչ ես։ Խազիրոկ։ Այդ եւ ջուր։ Հող, Քոնը ոնց որ կրակը։ հող, Ոնց որ, կրակ չգիտեմ, ես չի, լավ չէ, չգիտեմ։ կրակ չի։ Ես գիտեմ, որ ես ջուր եմ։ Ես գիտեմ, որ ես կրակ Հա, եմ։ օդ եմ։ Դու կրակ Ես ես։ կրակ եմ։ Դու կրակ ես։ Այո։ Կրակով փոխ։ Կարիճ ես։ Չէ, կրակ են աղեղնավորները, առյուծները ու խոյերը։ Այդ Դու ինչ երեքն ես։ Հա, է կրակ։ կարիճները Ես չէ։ աղեղնավոր Ես եմ։ ինչ գիտեմ։ Ու մեր Ես հարևան։ չգիտեմ։ Ասում եմ Մեր չգիտեմ։ հարևանը կրակ ու գոց է։ Մի կրակ։ Դու տատ ասեցիր ինչ ես։ Ես հորոսկոպից չբարձեցինք, չգիտեմ, գիտեմ որ այդ եղջյուր եմ, բայց կարտել ունենա Բայց սենց մի- բացել բախտս։ Բայց մի ընկեր ունեի։ Կասինք ենք ապես ու сегодня Հա։ Մի ընկեր ունեի, զանգել եմ։ այսօր զգուշ կանցնեք փողոցը։ Մի ընկեր ունեի, զանգել եմ իրան, ասում եմ ինչ ես անում, ասում է հորոսկոպն եմ գրում այս շաբաթվա։ արա լավ։ Թերթում էր աշխատում։ Այսինքն գրում այնտեղ։ Բասա, ես միշտ կարդում եմ։ Ոչ կարդում ես դու։ Հիմա Այս չէ, հորինում Բայց էր ասա որ ինքը։ թերթերը Հորինում էր ինքը, լսում ես դրա համար։ խնդրում եմ։ ժամանակին այնքան է սիրում է թերթերին ստանում ենք Ես էլ կարդում։ ազնվությամբ միշտ առնում Պոչտայի կինը միշտ բերում էր, որ որ քուրս մեր տան կողքն էր ապրում, միշտ առնում էինք 100 դրամ էր կա։ Բայց Միշտ արիմ ամեն ինչ Բայց հարգում եղել է էր։ տենց դեպք, որ ողջևորված այնքան ողջևորված կարտաս, օրինակ ընտանիքի անդամներին հարցնես, մամ լսի քո մասին ինչ կա, բան կամ Չէ։ Բայց ինձ թվում է օրինակ ինձ հետաքրքիր մեկ-մեկ լինում է այդ նայելը, Հա։ բայց ես նայում եմ մի ամիս առաջվանը, որ տեսնեմ ճիշտ է եղել թե չէ։ Ու Բայց ճիշտ նա է ոչ էլի։ բան կա։ Չէ, Որ օրենա գրած լինում։ Ընկերոջ Բայց է, այնտեղ կա որ գրում է որն է բանը։ Ընկերոջս գրած Գրում է մեկը։ հաջողակ Լուրջ, օրերը չէ։ եւ անհաջող։ Այդ օրինակ շատ վատ բան է։ Երեխեք, նայ, Չէ, չէ, կա Չկարդա։ համաստեղություններով անողն, այն որ նայում են, չգիտեմ, որ ցիկլի մեջ է Հա, այս լուրջ աստրոլոգիայի մասին ենք խոսում, հա, Ու այդ խորացված։ նայում եմ այն ժամանակ, երբ որ արդեն այդ ամիսը անցնում է, ոչ թե այն ժամանակ, երբ որ հլը պետք է գա, որտեվ ինձ թվում է մենք մի ձև ծրագրավորվում ենք դրա տակ ու դե տենց Այո, երբ որ դու կարդում ես, դու ենթագիտակցորեն սկսում ես դրա վրա աշխատել։ Ինչքան դու շատ ես դրա մասին մտածում, այդքան հավանականությունը շատանում է, որ դա տեղի կունենա քո։ Դրա համար էլ ընկերս հրաշալի գործ էր անում։ Ինքը բոլորի մասին գրում էր Լավ լավ բաներ։ բաներ, որ դու կարդաս ու ենթագիտակցորեն քեզ արդեն տրամադրես, Դուք այս որ լավ շաբաթ բանա կհանդիպեք լինել։ ձեր Զանչի այսքան վատ բան եղավ Ձեր այս ազգի։ սրտի տիրակալին։ Հետո Այդ բան, ընկերս դրանում իսկով եղավ, արդեն չէ, հանդիպել ա դու հավատացնում գերջանիկ։ Բայց չէ, բայց Հա, խոսքը չէ։ ինչ ես հավատում եմ։ Զգուշացեք, հորոսկոպը։ բայց ոչինչ չի Բայց լինի, նույնիսկ եթե լինի։ Հավես բան կա դրա մեջ, Ինձ չգիտեմ։ օրինակ հորոսկոպի, երբ որ Որտեղ դու երբ ես հորոսկոպի մասին ծնվել։ խոսում են, ես ասեմ, ինձ երբ որ Մտա, հորոսկոպի մասին խոսում են, Մտա։ ինձ օրինակ տանում է դեպի հերավոր 90-ականներ, Ինչու։ որտեղ այն ժամանակ այն Կարևոր ժամանակ իմացենք, որ ինքը 90-ականներում եղել է։ հա բնականաբար դու գիտեիր ես ինչ Նեցա որ ինձ դից 2 օր երեկվա Ահա երեխան որ թիվ էիր 98 88 այո Մեծ եք երեխեք։ Ես չեմ ասի, ես որդիվ եմ։ Մի ասած։ Դու հավերժ 25 տարեկան ես մի ասած։ Հա, կստացի։ երեխեք հա բայց իմիջալուց երբ որ նու վստահ եմ եղել է տես դեպքեր որ ձեզնից տարիք են հարցրել Ասել են։ Ես միշտ ասում եմ։ ասում ես 33։ հա իսկ չի եղել տես դեպքը որ ասեք կնոջից տարիք հարցնել չի կարելի Ես նախ չեմ ասում կնոջից բառը իմ մասին խոսել ու կնոջից արդեն պատկերացնում ես տենց 60 պլյուս եմ արդեն այդ կնոջիցի ժամանակ դրա համար հանգիստ ասում բայց ես դա գրական բառ է բայց այդ երևույթը սենց մի տեսակ Մեծացնում է, էլի։ սպիտակ մազերը հանում է ջրի երես Դա հայկական իրականության մեջ Կնոջիցը, դա բառը շատ են, էլի բանը։ շրջանցում ես այդ սիրուն Արժեզրկել տենց Հա։ կնոջից։ կնոջից
Մի խոսքով տենց խնդիր չունեք տարիքի Բացարձակ։ Լավ, քանի տարեկան եք։ 33։ 33։ Ստեղ բեսպես մի ռեակցիա է։ Դու չես երևում, տենց բաներ չասեցի։ Չէ, պետքա սուտ ասեմ անի։ Լավ, օքեյ։ Ասելա ստեղ իրարից նեղանալ չկա, ամբողջը Հա, իրար երեխեք, սա շատ կարևոր Այս է։ մի հատը ստացվեց մոտդ, էլի տիպուս դες։ Չէ, բայց Իրարից մեկ 30 միջև 5 ինձ թվում է ինքը ցածրել է երևում, այդ տարիքի էլ է երևում, չէ՞ ոբշե մարդ։ Չէ՞։ Չէ, չնայած հիմա որ Ես չեմ մտածեցի կարողանում չէ։ պրոստը ըմբռնում եմ։ Ես Մամաս ասում է հետո դասարանցիներում կարող է ոնց որ հասկանաս, 50 բայց ես չեմ ըմբռնում։ Չէ, իրականում մի լավ բան կա, ինչ տարիքի ուզում ես եղիր, ներքուստ ինչ դու քեզ պատկերացնում ես եւ քո երանդը թույլ է տալիս, իրականում դա է կարծում եմ ճիշտ Շատ մի տարի։ հատ բան կա, այդ հասուն ես արդեն տենց, օրինակ ես չէի ուզի, անկեղծ չէի ուզի 20 տարեկան էլի հետ գնայի, ոչ բան չի Ինչ տալ։ անեիր 20 տարեկան։ Չէ, հետ գնալը մի բան է, բայց լինեիր հիմա 20 տարեկան ու նույնը լինեիր չէիր ուզի։ Դե հենց դա որ չես լինում, է։ Ինչեր չէիր անում, Ասենց եթե հասուն։ լինեիր 20 տարեկան, բայց Չէ, ոչ մի բանի համար Ոչ մի, չեմ, հա։ չէ, չեմ։ Ինձ թվաց ինչ որ բանի մասին Չէի ամուսնանը մտածում ես։ հաստատ։ Ոնց չեմ ամուսնացել, հաստատ չի Այդ մի ամուսնացել։ բանը Չեմ անի։ անդրդվելի է, Ոչ մի տարիքում չէի անի։ Չէ, մեր անի երբեք։ Ամուսնանալ։ Երեխեք քեչ մտածել եք, որ Ամուսնանալը։ ինչ կանեի, եթե ունենայի կախարդական փայտիկ։ Ոյոս։ Մտածել եք տենց Ես բանի մասին։ մտածել եմ։ Ինչ։ Չէ, Ուզում էի անկեղծ։ վատ Ով ասի, հումոր ով ասի անեի, չեմ մտածել, չեմ հավատա, Ուզում էի որովհետեւ ասել եմ, ասել, որովհետեւ բոլոր լուրջ ինչ շատ որ լավ մի բանի շրջանում համար։ տենց մի բանի մասին մտածում Հասկանենք եմ։ Արմենը կվերանա։ Ինչ կանեի, եթե Արմենը Վատ վերջին բան դարդը սա այն է ծախսեի Արմենի Եթե վրա։ երեխեք, եթե ձեր բոլոր խնդիրները Արմենից են բխում, հենց հիմա կարող եմ հենց Լքես մեզ։ ինքնահարմոնիզվել երեխեք, եթե վստահ լինեմ, որ ձեր բոլոր խնդիրները Ինտրիգ չկար, չթողես Չէ, գնաս։ չէ, դու Չէ, երբեք չեմ խնդիր անել։ չես, չես լինի։ Ես միջև վեր չեմ մնալու, ար։ Շատ բան է, էլի շատ Ես ինքնավստահ։ տեղ եմ ապրել։ Մնամ միջև։ Ես անկեղծ կարողա պաթետիկ հնչի, որ ասեմ ինչ կանեի։ Պատերազմները կվերացնեի։ Օպրես, հրաշալի բան կանեիր դու։ Դա հավորա։ Այսօր կակրաս մի հատ գործ էի կարծում։ Ես ասեմ ավելին, եթե ես Այսօր մի ունենայի հատ գործ էի կախարդական փայտիկ, կարծում ու ես քեզ հասկաց- կտայի դրա համար։ Երեխեք, ես այսօր մի հատ գործ էի կարծում ու հասկացա, որ մեր կյանքը բոլոր շրջաններում պատերազմն է, որ մարդկանց քայքայում է։ Այդ ահավորա, չգիտեմ, այդ սարսափելի է, միջալուց շատ սիրուն է այդ գրքում նկարագրված պատերազմի այդ բումբանը սովորական մարդու կյանքում Մարգարետ Դյուրասի ցավը, դա իմ ոնց է ինքը նկարագրում մարդու այդ բանը, չեմ ուզում տխրացնել մեր այս բանը, բայց պատերազմները հաստատ, որովհետև այդ միակ բանն է, որ Ես չեմ կարծում, որ եւ Ռոզին եւ Մինասը եւ տղերքը օրինակ համաձայն չլինեին քեզ հետ։ Բոլորս են համաձայն ենք, հրաշալի բան կամ է։ պատերազմ ստեղծող մարդկանց կվերացնի, չգիտեմ, որովհետև իրանք Բայց դա փորձը ցույց է տալիս, որ պատերազմ ստեղծող մարդկանց վերացնելով պատերազմները չեն չեն վերանում, դե որտեղ Հիտլերը Նրանց փոխարեն գալիս են մեկ ուրիշներ։ Գիտակցումը հասկանայի, որ նայ դաժե մարդիկ գիտակցում չունեն, որ մեկը նման մարդիկ վերջում միշտ վատ բան ավարտ են ունենում ու պատերազմ են սկսում էլի մարդիկ էլ իրանք են հրարում։ Խոսքով Դու Ռոզ ինչ կանեիր, մենակ անկեղծ։ Մե շատ Այն ամենակարևոր երազանքը։ ֆիզիկներին Աշխարհում ոչ մի երեխա չհիվանդանար ու չմեռներ։ Ոչ մի երեխա։ Երեխեք շատ բան։ Առաջինը մենակ իրանք, հետո նոր մնացածը։ Մենք կարևոր չենք։ Մենք ապագա չենք։ Մենք ապագա ենք։ Բայց երկուսն էլ լավ բաներ են։ Հա, ասում շատ։ եմ, հրաշալի, որովհետև չես կարա չհամաձայնվես, որովհետև վերջին հաշվով քեզնից էլ է դա բխում, էլի։ Դու էլ ես տենց մտածում, որ այո, եւ այս պարագայում եւ Համաձայն եմ։ Ես պարագայում Երեխեք, Երանի դուք ունենաք կախարդական փայտիկ։ Ո Երանի։ պատկերացնում ես։ Ալե հոп, ու հալու տալիս։ Բարգասը տեսոր ունենային Ո՞վ է առաջինը։